Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին դեմ են արտահայտվում, այն անիրատեսական են համարում եւ նրան ընտրությունների միջոցով հեռացնելը միակ հնարավոր տարբերակն են համարում հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել են ընտրություններին եւ պարտվել են այդ ընտրություններում, ասում է Արթունենք շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը, արձագանքելով Հայաստան խմբակցության պատասխան հայտարարությանը։ Ըստ դրա, իրենք մշտապես կողմնակից են եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը, Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության եւ ժողովրդի համար։ Փաշինյանին իմպիչմենթի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքեր առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելը ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն։ Ազգային ժողովի պատգամավորների պարզ մեծամասնությունը նաև ակնհայտ է առանց փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենթի հաջողության համար անհրաժեշտ շուրջ 2 տասնյակ հավելած ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը։ Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում եւ ըստ էության որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենթի հավանական ձախողման եւ դրա հետևանքների համար։ Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Այնուամենայնիվ Հայաստան խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։ Նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Այս գործելավոճը կասկածներ է առաջացնում, արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակ։ Արթունենք շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Հայաստան դաշինքի իմպիչմենթի գործընթացին միանալու հայտարարությանը։ Ըստ Մալյանի, այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը, մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին, այսպես է ծաղրում ազգային ժողովի պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին։ Սա կանխատեսելի էր, հետևաբար սրա հակաքայլերը եւս մտածած էին մեր կողմից, գրել է նա։ Կրելու ենք կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն, ըստ որի առաջին Նիկոլին հեռացնելու միակ տարբերակին իմպիչմենթին 4 տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի։ 4 տարվա ընթացքում դաշինքն այդպես էլ չունեցավ Նիկոլին փոխարինող թեկնածու։ Երկրորդ, ընդդիմադիր պատգամավորներն իրենց ստորագրությունները փորձում են թանկով ծախել, առաջ քաշելով ինչ-որ պայմաններ։ Երրորդ, նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից թեզը ծիծաղելի է, որովհետև իմպիչմենթի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենթ այդպես էլ չի նախաձեռնվել։ Գյումրիում ավականին երկրորդ նիստն է հրավիրվել, քվորումն ապահովեց առանց քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների, այնուհետև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ մեր քաղաքը խմբակցության անդամների փոփոխություն է եղել։ Նիստն արդեն մեկնարկել էր, երբ նիստերի դահլիճ մտան ավականու ԿՊ անդամները Սարիկ Մինասյանի գլխավորությամբ։ Բարև ձեզ, համեցեք, նստեք, շեֆերը վերջում են գալիս, Ստալինի քաղաքականությունն է, թող նստեն, հետո կշարունակենք, արձագանքեց Ղուկասյանը։ Կոմունիստական կուսակցության անդամներ Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու քաղաքապետեր։ Ավետիս Առաքելյանն ընտրվեց 0 դեմ 17 կողմ եւ 13 ձեռնբաց ձայներով։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքով կապ չունի, որ Ավետիս Առաքելյանն իր փեսան է, իրենից ավելի շատ է պահանջվելու։ Կապ չունի, որ Առաքելյան Ավետիսը իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ իրենից ավելի շատ, քան որևիցե մեկից։ Ինձ հետ աշխատելն է մի քիչ եւ հեշտ է եւ դժվար է, ասեմ, շատ դժվար է ինձ հետ աշխատելը։ Հա, ուրեմն այնպես գիտեցեք, որ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, ոչ թե այսպես բանով եմ ասում, այլ իրոք այդպես։ Շնորհավորում ենք, հիմա Ավետիս ջան, էլ ինչ կա։ Շնորհակալություն եմ համեցեք։ Շնորհակալություն եմ հայտնում նախ առաջինը Տեր Աստծուց, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին,
Շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած բոլոր հավականիների անդամներին։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, պարոն քաղաքապետ, վստահության եւ առաջադրելու համար։ Ամեն գիտելիքս, ջանքս ներդնելու եմ հանուն այս պատվաբեր պաշտոնի եւ հանուն մեր քաղաքի եւ գյումրեցիների կատարելը այն ամենը, ինչ իմ ուժերի ներածի չափ է եւ առավելագույնը։ Շնորհակալ եմ բոլորից։ Abrez. Գյումրու ավականու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿՊԱ-ական Սարիկ Մինասյանը հայտնել է, որ բոլոր այն նիստերում, որոնք կարևոր են հայրաքաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու են։ Ունենալով 14 մանդատ կարող են հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել իրենց օրակարգը, նախընտրական ծրագրում հայտարարված բոլոր կետերը բերելու են, հետևողական են լինելու, որ իրականանան Մինասյանը վստահեցրեց, որ որևէ պաշտոնի չի հավակնում։ Քանի որ հիմա այստեղ եմ, ասել եմ իմ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է։ Չենք ներկայացրել փոխքաղաքապետի տեխնացու, որովհետեւ հայտարարել ենք, քանի որ իշխանությունը ձևավորվել է, համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում, հայտարարել եմ, որ քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու, այսինքն նաև անիմաստ է սեփական տեխնացուին ներկայացնել որպես փոխքաղաքական։ Դա կնշանակի համագործակցություն, դա կնշանակի կոալիցիա կամ հուշագիր, չգիտեմ ինչ, դրա համար հեռու ենք գնացել։ Մայիսի 1-ին Իտալիայի խորհրդանի Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ պատգամավորներն այցելել են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ շրջել քաղաքում, այցելել Արցախի պետական համալսարան, որը Բաքուն վերանվանել է Ղարաբաղի համալսարան։ Ադրբեջանական մեդիայի համաձայն իտալական պատվիրակությունն ուղեկցել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Քերիմլին եւ այլ պաշտոնատար անձինք։ Իտալացի պատգամավորները այցելել են նաեւ Շուշի եւ Ակնա։ Բաքվում շարունակվել է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծ ու քրեական գործերով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում ցուցադրվել է տեսագրություն, որը վկայում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի Շուշիում ազատագրումից անմիջապես հետո այնտեղ գտնվելու մասին։ Հետո ցուցադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը փակում Շուշիի ազատագրումը կանխել ցանկացող ադրբեջանցի զինվորների ճանապարհը։ Դատարանում ցուցադրվել եւ հետազոտվել է նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը պարունակող տեսանյութ։ Ֆիլմում Հարությունյանը խոսում է Քերքիջահանի, Մալիբեյլիի եւ այլ վայրերի մարտերին մասնակցած հայ վաշտի ժամանատարներից մեկի մասին։ Պատասխանելով ադրբեջանական պետական մեղադրողների հարցերին, Հարությունյանը նշել է, որ չի մասնակցել այդ մարտերին, քանի որ այդ ժամանակ սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Դատավարության ժամանակ ներկայացվել եւ ուսումնասիրվել են իբր Գարադաղլի գյուղի օկուպացիայից առաջ տեղի ունեցած միջադեպերի, այդ թվում ադրբեջանական ուղղաթիռի խոցման վերաբերյալ փաստաթղթեր։ Այնուհետև այդ իրադարձությունների իբր ականատես դժողները ցուցմունք են տվել։ Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի հոդվածը, որում նա նշել է, որ իր հայրը արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է, պարզապես քրիստոնյա լինելու համար չնայած վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում Հայաստանում։ Սակայն Վարդանյանը մենակ չէ, առնվազն 23 հայ քրիստոնյա ապօրինաբար պահվում է Բաքվում, իսկ իր հոր բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Դավիթ Վարդանյանը հույս է հայտնել, որ ինչպես 110 տարի առաջ, այսօր եւս Միացյալ Նահանգները կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալածվում են իրենց ազգային պատկանելության եւ հավատքի համար։ Վարդանյանի ընտանիքը հույս ունի, որ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի խաղաղության նախագահ լինելու իր հանձնառությունը, ստիպելով Բաքվի ռեժիմին հասկանալ, որ պետք է հետևեն միջազգային օրենքներին եւ ցուցադրել Կովկասում խաղաղության իրենց հանձնառությունը ազատ արձակելով Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ բանտարկյալներին։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի եւ մի շարք այլ երկրների ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատրվակով։ Անդրադառնալով Իրանի ժողովրդի նկատմամբ Միացյալ Նահանգների թշնամական, անօրինական եւ անմարդկային քաղաքականության շարունակականությանը, նա Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցները համարել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ կանոնների, այդ թվում մարդու իրավունքների չափանիշների խախտում, ասելով, որ վերջին օրերին տարբեր պատրվակներով իրանցի եւ ոչ իրանցի անհատների ու ընկերությունների դեմ հայտարարված պատժամիջոցները հստակ նշան են, որ ԱՄՆ քաղաքականության մշակողների կողմից օրենքը խախտելու եւ այլ երկրների իրավունքներն ու շահերը խախտելու համառության, նաեւ զարգացող երկրների միջև բարեկամական եւ իրավական հարաբերությունները տնտեսական նահաբերչության միջոցով խաթարելու նրանց ջանքերին։ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում ճպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Այնուամենայնիվ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից եւ Կիևից կոնկրետ գաղափարներ են անհրաժեշտ, պարզաբանել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն եւ մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը։ Դա կախված կլինի նրանից, ամփոփել է Բրյուսը։ Ռուսաստանի Մոսկվայի մարզում տեղացել է մայիսյան ամենաառատ ձյունը, վերջին 100 տարվա ընթացքում տապալվել են ծառեր, վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ, շուրջ 30,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, կտրվել են էլեկտրահաղորդման գծեր, շարքից դուրս է եկել 4400 տրանսֆորմատորային ենթակայան։ Մայիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 7:47-ին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի քաղաքներում, նաեւ Երանոց, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջախբյուր եւ Գեղարքունիք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։